Մարտ 7. Ձեզ հետ է Քրիստինեն, նմանվել Քրիստոսին, ասել է խորը ցանկությամբ սերտել, ճանաչել և կատարել իր խոսքը։ Ողջույն, բոլորիդ մաղթում եմ ուրախ մարտի 7 և տարվա 10-րդ շաբաթ։ Այս շաբաթ մենք անգիր ենք սովորում Սաղմոս 19-7-ից 9-րդ համարները։ Դրա համար 3 անգամ կարդանք այս համարները և առաջին անգամ ես կկարդամ, երկրորդ անգամ դուք կկարդաք և կմտորեք բառերի իմաստի վրա, երրորդ անգամ կկարդանք միասին, սկսենք։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին, Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է, իմաստուն է դարձնում պարզամիտին, Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը, Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Այժմ դուք կարդացեք։ Եկեք միասին կարդանք երրորդ անգամ։ Սաղմոս 19, 7-ից 9 համարներ։ Տիրոջ օրենքը կատարյալ է, նորոգում է հոգին, Տիրոջ պատվիրանը ճշմարիտ է, իմաստուն է դարձնում պարզամիտին, Տիրոջ հրահանգներն ուղիղ են, ուրախացնում են սիրտը, Տիրոջ պատվերները մաքուր են, լուսավորում են աչքերը, Տիրոջ վախը սուրբ է, մնում է հավիտյան, Տիրոջ դատաստանները ճշմարիտ են և լիովին արդար։ Այսօրվա Աստվածաշունչից ընթերցվող հատվածները հետևյալներն են. 5 կտակարան թվոց 11-1-ից 12-16, Սաղմոս 31, 15-ից 18, Առակաց 11, 12-ից 14, Նոր կտակարան, Մարկոս 10, 1-ից 31 համարներ։ Մաղթում եմ ձեզ օրհնյալ և ուրախ օր, մինչ հաջորդ հանդիպում։